կամ ինչպես հասկանալ Աստծո նախազգուշացումը որևէ մի դժբախտությունից առաջ, հա? Մենք կնայենք երկրորդ մնացորդած 34, 35, 36 գլուխները կարճ, ամբողջը չենք կարդա, որտեղ մեր ժամանակը շատ քիչ է։ Ուրեմն 8 տարեկան էր Հովսյան առաջի համարից, երբ որ թագավոր եղավ։ Հովսյայի հայրը Ամոնն էր, չար թագավոր, որ մեղք էր թույլ տալի Աստծո առաջ, տարբեր կռապաշտություններ, բարձրավանդակների վրա տարբեր կուռքեր էր սարքում, երկրպագում եւ մեղանչել էր տալի այդ կերպ Իսրայել ժողովրդին, Հուդային։ Եվ Հովսյան գրված է, որ 8 տարեկան էր, երբ որ թագավոր եղավ եւ 31 տարի թագավորեց Երուսաղեմում։ Եվ նա Տիրոջ աչքի առաջին ուղղություն արավ, այսինքն գնաց Աստծո ուզած ճանապարհով։ Ուղղություն արավ եւ գնաց իր հայր Դավիթի ճանապարհներով։ Ընդ որում ասեմ, յուրաքանչյուր թագավորի համար չի գրված, որ նա գնաց Դավիթի ճանապարհով։ Գնալ Դավիթի ճանապարհով նշանակում է արժանանալ Աստծո բարեհաճությանը։ Գնալ Դավիթի ճանապարհով նշանակում է Դավիթը ինչպիսին էր։ Սուրբ Գիրքը Դավիթի համար ասում է Աստծո սրտի ուզածով մարդ։ Դրա համար սա մեծ խոսքեր են, երբ որ Հովսյայի համար գրված է, որ նա գնաց Դավիթի ճանապարհով, այսինքն հավատարմության ճանապարհով, Աստծուն հավատարմության ճանապարհով, եւ չխոտորվեց աջ կամ ձախ։ Եվ իր թագավորության 8-րդ տարին, որ ինքը դեռ պատանի էր, սկսեց խնդրել իր հայր Դավթի Աստծուն, եւ 12-րդ տարին սկսեց նա մաքրել Հուդան եւ Երուսաղեմը բարձրավանդակներից։ Բարձրավանդակները դրանք ամեն մի սարի վրա, ամեն մի բարձր տեղերում կառուցած զոհասեղաններ էին, որոնք կուռքերին էին նվիրված, կռապաշտությանը։ Եվ ամեն ծառի տակ, ամեն թփի տակ Հուդան եւ Իսրայելը շնանում էր այլ աստվածների հետ։ Եվ Աստված շատ էր կոչ անում Հուդային եւ Իսրայելին ապաշխարել։ Բայց թագավորները եւ երկրի ղեկավարները կռապաշտությունով եւ իրանք էին զբաղվում եւ ժողովրդին էին այդպես սովորացնում, որը եւ Աստծո բարկությունն էր դա գրավում։ Բայց մենք տենում ենք, որ Հովսյան, սիրելիներ, ասում է մաքրեց բոլոր բարձրավանդակներից, աստարովթի կուռքերից եւ քանդակած ու ձուլածո կուռքերից, եւ քանդեցին նրա առաջին Բահաղիմի սեղանները, եւ նա նրանց վրայի արեգական կուռքերը կոտրատեց, եւ աստարովթի կուռքերը ու ձուլածո կուռքերը փշրեց, եւ մանրեց, եւ ցրվեց նրանց զոհասեղանների գերեզմանների վրա։ Հովսյան մեծ բարեփոխում անում Հուդայում եւ Իսրայելում։ Հովսյայի ժամանակ իհարկե կար Երեմիա մարգարեն, բայց այստեղ Սուրբ Գիրքը ասում է, որ սա Հովսյա թագավորի պատրաստակամությունն էր Դավիթի ճանապարհով գնալ։ Եվ նույնիսկ քուրմերի ոսկորներն ա այրում եւ շատ դուք կարող եք կարդալ տանը եւ տեսնել, թե որքան բարեփոխումներ ա նա անում։ Հովսյայի համար գրված է 27 համարից, որովհետեւ քո սիրտը կակղացավ եւ խոնարեցար Աստծո առաջը այստեղի եւ նրա բնակիչների մասին եղած խոսքերը լսելով եւ խոնարհվեցար իմ առաջը եւ պատառեցիր քո հանդերձները եւ լաց եղար իմ առաջը, ուրեմն ես էլ քեզ լսեցի, ասում է Եհովան, ահա ես քեզ կժողովեմ քո հայրերի մոտ եւ դու կդրվես քո գերեզմանների մեջ խաղաղությամբ։ Աստված Հովսյային ասում է դու կդրվես գերեզմանում, քո հայրերի գերեզմանում խաղաղությամբ։ Դու այն չարիքը ես որ պետքա բերեմ Հուդայի եւ Իսրայելի վրա դու չես տեսնի։ Որտեւ դու հավատարիմ գտնվեցիր իմ առաջ։ Եվ 29-րդ համարը, եւ թագավորը մարդ ուղարկեց եւ ժողովեց Հուդայի եւ Երուսաղեմի բոլոր
ծերերին, թագավորը եւ Հուդայի բոլոր մարդիկը, Երուսաղեմի բնակիչները, քահանաներն, ուղևտացիները, բոլոր ժողովուրդը մեծից մինչև փոքր վեր գնացին Տիրոջ տունը եւ նրանց ականջին կարդացին Տիրոջ տանը գտնված ուխտի գրքի բոլոր խոսքերը։ Հովսյան անում է մեծ հոգևոր վերափոխություն, կարելի ասել ժողովրդի մեջ, հոգևոր զարթոնք։ Եվ կարդում են ուխտի գրքերը եւ ապաշխարում են 35-րդ գլխում գրված է, որ զատիկ են կատարում։ Ու տեսեք ինչ է գրված առաջի համարից։ Հովսյան Երուսաղեմում զատիկ արավ Տիրոջ համար եւ զատիկը մորթեցին առաջի ամսի 14-ին։ Եվ նա կանգնեցրեց քահանաներին իրանց պահպանությունների վրա։ Քահանաներին վերականգնում է, նրանց կոչում է, նրանց ամեն մի խոսքով բոլոր իրանց տեղում, յուրաքանչյուրը իր ծառայության մեջ, դուք կարող եք տանը կարդալ։ 6 համարը եւ մորթեցեք զատիկը եւ սրբվեցեք եւ մորթում են եւ սրբվում են եւ տեսեք 35 գլխի մեջ գրված է, որ այսպիսի զատիկ Սամվել մարգարեի օրերից մինչև այս օրերը չէր եղել։ Համազգային, համաժողովրդական, Իսրայելի ամբողջ ժողովուրդը Հուդան զատիկ է տոնում։ Երբ որ զատիկը կատարվեց 20 համարից, այս ամենից հետո գրված է 35 գլխի, որ Հովսյան կարգադրեց Աստծո տունը, վեր եկավ Եգիպտոսի, վեր եկավ այս ամենից հետո Եգիպտոսի Նաքավով թագավորը Եփրատի մոտ եղող Քարքամիսի դեմ պատերազմելու։ Եվ Հովսյան դուրս եկավ նրա դեմ։ Հովսյան դուրս է գալիս Եգիպտոսի փարավոնի դեմ պատերազմելու։ Բայց նա պատգամավորներ ուղարկեց Եգիպտոսի Նաքավով թագավորը նրա մոտ ասելով. դու ինձ հետ ինչ գործ ունես, ով Հուդայի թագավոր, ես այսօր քեզ դեմ չեմ, այլ ինձ հետ պատերազմողի տանդ եմ, եւ Աստված հրամայել է ինձ, որ շտապեմ, ետ քաշվիր ինձ հետ եղող Աստվածանից։ Հեռացիր ինձանից իմ հետ եղող Աստվածը քեզ ասում է, որ քեզ չփչացնեմ։ Սակայն Հովսյան երեսը նրանից չշրջեց, այլ նրա հետ պատերազմելու համար հագուստը փոխեց եւ չլսեց Աստծո բերանից դուրս եկած Նեքավովի խոսքին եւ գնաց Մակեդովի հովիտը, որ պատերազմի, եւ աղեղնավորները նետով զարկեցին Հովսյա թագավորին, եւ թագավորը ասեց իր ծառաներին. ինձ տարեք, որովհետեւ սաստիկ վիրավորված եմ։ Եվ նրա ծառաները նրան տարան կառքիցը եւ նրան հեծացրին նրա երկրորդ կառքի վրա եւ նրան բերին Երուսաղեմ եւ նա մեռավ եւ թաղվեցավ իր հայրերի գերեզմանատանը եւ բոլոր Հուդան եւ Երուսաղեմը սուգ արին Հովսյայի վրա եւ Երեմիան ողբ ասեց Հովսյայի վրա եւ բոլոր երգիչները ու երգչուհիները հիշում են Հովսյային իրանց ողբերումը մինչեւ այսօր եւ նրանց սովորություն շինեցին Իսրայելի համար եւ ահա նրանք գրված են ողբերումը։ Երեմիա մարգարեն ունի ողբեր, Երեմիայի ողբերը, որտեղ այդ գրքում է ողբ ասվում Հովսյայի համար։ Հարց առաջանում. ինչու այսպիսի լավ թագավորը, բարեփոխումներ անող թագավորը չլսեց Նաքավովի բերանից դուրս եկած խոսքերին։ Ինչու չհասկացավ, որ Նաքավովի բերանից խոսում էր Աստված։ Նաքավովը ով էր։ Դուք ուշադիր եղաք։ Եկեք այդ հատվածը մի հատ էլ կարդամ, 20 համարը, 35 գլխի 20 համարը։ Այս ամենից հետո, որ Հովսյան կարգադրեց Աստծո տունը, վեր եկավ Եգիպտոսի Նեքավով թագավորը, Եփրատի մոտ եղող Քարքամիսի դեմ պատերազմելու։
Այսինքն Հուդայի դեմ չէր պատերազմը, Իսրայելի դեմ չէր պատերազմը։ Եգիպտոսի Նեքավով թագավորը գնում է պատերազմելու ում դեմ, Քարքամիսի դեմ։ Հիմա Նաքավով թագավորը ինչ է ասում Հովսեային, դու ինձ հետ ինչ գործ ունես, ով Հուդայի թագավոր, 21 համարը, ես այսօր քեզ դեմ չեմ, այլ ինձ հետ պատերազմողի տան դեմ, եւ Աստված հրամայել է ինձ, որ շտապեմ, ետ քաշվիր ինձ հետ եղող Աստվածանից, որ քեզ չփչացնե։ Սակայն Հովսյան երեսը նրանից չշրջեց, այլ նրա հետ պատերազմելու համար հագուստը փոխեց եւ չլսեց Աստծո բերանից դուրս եկած Նեքավովի խոսքին։ Ինչպես իմանար Հովսյան, որ Եգիպտոսի թագավորի բերանով խոսում է Աստված։ Չէ որ ինքը Հովսյան շատ բարեփոխումներ էր կատարել, մեծ զատիկ էր կատարել։ Ինչից ինչպես իմանար Հովսյան Աստծո ձայնը։ Շատ դեպքերում պատահում է մեր հետ, որ մենք շատ լուրջ ճանապարհ պետք է եթանք, կամ որևէ մի կարևոր գործ պետք է նախաձեռնենք, աղոթում ենք ու չենք հասկանում։ Ու ինչպես Աստված կարող է ասել. գնամ ես այս ճանապարհով, թե ոչ, նախաձեռնեմ ես իմ գործը, թե չէ, ամուսնանամ ես մարդու հետ, թե ոչ, գնամ ես Ռուսաստան, թե չգնամ, ինչպես իմանամ։ Ու պատկերացնում եք, հանկարծ առաջի հարգի հարևանը ձեզ գալի ասում է մի գնա Ռուսաստան, ու դու ասում ես, ես ով ես անաստվածը, միթե Աստված իր միջոցով ինձ պետքա պատասխանի, միթե Աստված պետքա այս Եգիպտոսի թագավորի բերանով խոսար Հովսեայի հետ, ինչից իմանար Հովսյան, որ դա Աստծո խոսքն է, ինչից իմանար, չէ որ շատ հաճախ դուք էլ նախաձեռնում եք գործեր, որ ցանկանում եք, որ Աստված ձեզ ասի, գնաք, թե չգնաք, սկսեք, թե չսկսեք։ Ձեր կյանքի ճանապարհը սենց դասավորեք, թե չդասավորեք, ինչից իմանանք։ Տեսեք, մի այլ դրվագ բերեմ, հետո մենք կանդրադառնանք Հովսեայի պատմությանը։ Բացեք ինձ հետ երկրորդ թագավորաց 7-րդ գլուխ։ Սիրելիներ ջան, ես ամբողջ Հովսեայի պատմությունը ձեզ պատմեցի, որ դուք ներթափանցեք իրավիճակի մեջ։ Կխնդրեմ ուշադիր լինեք, որ դուք կռահեք, թե ինչ է կատարվում։ Հովսյան շատ լավ թագավոր էր, շատ բարեփոխումներ արեց եւ գրված է գնաց Դավիթի ճանապարհներով։ Բայց ինչպիսի վերջ ունեցավ, որ նա չլսեց Աստծո կողմից Եգիպտոսի Նեքավով թագավորի բառերը, նա չլսեց։ Եվ անգամ ինձ էլ հետաքրքիր էր, ինչպես կարար նա հասկանար, որ Նեքավովի բերանով խոսում է Աստված։ Երկրորդ թագավորաց, եկեք մի այլ պատմություն նայենք, երկրորդ թագավորաց 7-րդ գլխի, երկրորդ թագավորաց 7-րդ գլխի կկարդանք 2-ից 4 համարները, պատմությունը նրա մասին է, երբ որ Դավիթը ուզում է Տիրոջ համար տուն կառուցել, հիշում եք այդ պատմությունը։ Եվ մարգարեներից ով է գալի Դավիթի մոտ։ Նաթան մարգարեն։ Ինչ գործ ունի Նաթանը Դավիթի հետ, ասեք։ Աշխուժ։ Գալիս է Դավիթին ասում է, ամեն ինչ որ մտքի դրել ես, արա, Աստված քո հետ է։ Բայց Աստված ինչ է ասում հետո Նաթանին, 4-րդ համարը։ Կարդացեք մի հատ բարձր։ 4-րդ համարը կկարդաք, եւ նույն գիշերը եղավ Տիրոջ խոսքը Նաթանին ասելով. գնա իմ ծառա Դավթին ասա,
Տերը այսպես է ասում. դու պիտի իմ համար ինչ բնակարան չշինես։ Այսինքն, լսում եք, Նաթան, դու սխալվել ես։ Դավիթին ես բացարձակ այտենց հրաման չեմ տալիս։ Երբեմն մարդը կամ կողքից խորհրդատուն կարա մեկ ուրիշը ինձի խորհուրդներ տա։ Ասի, Ռուսաստան ես գնում, Աստված քո հետ է, դու շատ լավ մարդ ես, գնա։ Ուզում ես ամուսնանաս, հայ դու շատ լավ մարդ ես, ամուսնացի այս մարդու հետ։ Բայց չհամապատասխանի դա Աստծո ցանկության հետ։ Նաթանի պարագայում Աստված ասում է ոչ, Նաթան, դու սխալվեցիր, այտենց բան Դավիթին մի ասա։ Ես Դավիթին շատ եմ հավանում, Դավիթը իմ սրտի ուզածով մարդ է, բայց ես դա չեմ ասել, Նաթան։ Ինչի ես դու այտենց խորհուրդ տալի Դավիթին։ Լինում է դեպքեր, երբ որ մենք շատ սխալ ենք ընկալում, կամ մեզ խորհուրդ տվողը, երկրորդ մարդը կամ երրորդ մարդը, պարզապես Նաթանին պես մարդիկ են, ովքեր սենց լցված սիրով ուղղակի մի քաջալերանքի խոսք են ուզում ասեն քեզ, որպեսզի քեզի մի հատ ժպտա երեսը, հա, մի հատ ժպիտ գա քո երեսին, մի հատ քեզ լավը զգաս, հա, Նաթանի պես մարդիկ, ովքեր քեզ սիրում են եւ ուզում են քո լավը ու քեզ խորհուրդ են տալի։ Գնա, ինչ ուզում ես, արա, բայց դա Աստծո խոսքը չէր։ Գիշերը Աստված ինչ ասեց։ Նաթան, էդ ով քեզ ասեց այտենց բան ասա Դավիթին։ Ոչ, այդպես չի։ Հիմա, երբ որ մենք հետ ենք դառնում Հովսեայի պատմությունին, ինչից պետք է Հովսեան իմանար, որ այս Եգիպտոսի թագավորի բերանով Աստված է խոսում, ինչից իմանար։ Երբ որ շատ ժամանակ անգամ մարգարեները սխալվում են ու ասում են Աստված քո հետ է, գնա ինչ ուզում ես արա։ Հովսեան ինչ իմանա, այս Նաքովը, Նեքավովը, թագավորը, ասում է Աստված քեզ ասում է, գնա ինքով։ Բայց Հովսեան ասում է, չէ, երեսը չի թեքում ու սկսում է պատերազմել։ Ստացվում է, թե դու պետք է ասես ինձի, խի դու պետք է Աստծո խոսքը իմ հետ խոսաս։ Լինում է իրավիճակներ, որ երբեմն մարդը, տվյալ դեպքում Հովսեայի պես, այնքան է մեծամտանում, որ ինքը չի կարողանում լսել ու հասկանալ, սա Աստծո պատասխանն է, թե ոչ։ Բայց ինչ կարող էր անել Հովսեան, որն էր Հովսեայի բաց թողումը։ Այն, որ Հովսեան մեծամտացել էր, իր արած բարեգործությունները, իր բոլոր սխրանքները, իրան տվել էր մեծ կարծես առավելություն, որ ինչ որ անում ես, Աստված քեզ երաշխավորում է։ Դա սխալ հանգամանք է։ Հովսեան չհարցրեց Աստծուն. Տեր, գնամ ես պատերազմի Եգիպտոսի Նեքավով թագավորի դեմ, թե ոչ։ Որովհետև եթե դուք հիշում եք, ի տարբերություն Դավիթի, դուք հիշում եք որտե է գրված Դավիթի մասին։ Հիշում եք դուք։ Թագավորած գրքերում դարձյալ, հա, մենք կարդում ենք թագավորած առաջի թագավորած 23 գլխում, տեսեք, եթե նա ամբողջովին Դավիթի ճանապարհով գնար, Սուրբ Գիրքը ասում է, որ նա գնաց Դավիթի ճանապարհով, բայց մինչև վերջ չգնաց Դավիթի ճանապարհով, սիրելիներ ջան, որովհետև Դավիթը ինչպես էր վարվում, առաջի թագավորած 23-րդ գլուխը բացեք, երբ որ Դավիթի կյանքը վտանգի տակ էր, եւ Սավուխ թագավորը հետապնդում էր Դավիթի կյանքը վերցնել, սպանել Դավիթին, Դավիթը
իր զորքով, իր փոքրականակ ժողովրդով եկավ թաքնվեց Կելիայում, Կելիայի բնակիչների մեջ։ Եվ տեսեք, 10 համարից կարդանք 23 գլխի, առաջի թագավորած։ Եվ Դավիթը ինչ է աղոթում Աստծուն։ Եվ Դավիթը ասեց. «Ով Եհովա, Իսրայելի Աստված, քո ծառան լսեց, որ Սավուղը ուզում է գա Կելիայի վրա, որ փչացնի քաղաքը իմ պատճառով։ Արդյոք Կելիայի բնակիչները ինձ նրա ձեռքը կմատնեն, ծառայիդ լսածի պես, Սավուղը կիջնե, ով Եհովա, Իսրայելի Աստված, աղաչում եմ, ծառայիդ հայտնիր»։ Տեսեք Դավիթի օրինակը, թանկագիններ։ Դավիթը լավ գիտեր Սավուղին։ Դավիթը գիտեր նաև իր անելիքը, որ ինքը պետքա փախչի։ Ինքը ուներ արդեն տարբերակ։ Դավիթը ինքը ուներ արդեն ելք, բայց այդ սաղ դնում է մի կողմ, իր հասկացողությունը, իր ելքը, իր ճանապարհը, իր որոշումը դնում է մի կողմ, Աստծուն հարցնում է. Տեր, փախնեմ ստեղից, կգա Սավուղը, կհարձակվի Կելիայի վրա։ Տեր, արդյոք ես, ես որ որոշել եմ փախնել, արդյոք փախնեմ։ Աստվածավախությունը կամ Դավիթի ճանապարհը այս սա է, Աստծուն հարցնել, չնայած նրան, որ դու գիտես արդեն ինչ պետք է անես, չնայած նրան, որ դու արդեն խելացի ես ու որոշում ունես։ Դավիթի ճանապարհը աստվածավախությունն է, որը թույլ է տալի հարցնել Աստծուն, անկախ նրանից, որքան ես դու հասկանում քո կյանքի ելքը, որքան ես դու հասկանում քո ճանապարհը։ Ի տարբերություն Հովսեայի, Հովսյան այնքան էր մեծամտածել, որ ինքը կարծում էր, որ պետք է գնա անպայման Եգիպտոսի Նեքավով թագավորի դեմ պատերազմելու եւ չհարցրեց Աստծուն։ Մի փոքր անգամ չհարցրեց։ Եթե նա հարցներ Աստծուն, 100%, միլիարդ տոկոս Հովսեայի ականջը բաց կլիներ ու Նեքավովի խոսքերից ինքը կհասկանար, որ Տերը չի կամենում, որ դու պատերազմես։ Բայց քանի որ ինքը նախապես չէր հարցրել Աստծուն ու չէր փնտրել, մինչև պատերազմի գնալը չէր դիմել Աստծուն, նրա լսելիքը անընդունակ էր լսելու։ Որքան էլ որ մենք հասկանանք մեր ճանապարհները, սիրելիներ, ինչ է ասում Աստծո խոսքը, քո հասկացողությանը մի վստահիր։ Ահա Հովսեայի օրինակը, որ իմ համար շատ սկզբում, երբ որ սա կարդացի, հարցեր էր իմ մոտ առաջանում։ Տեր, ինչից պետք է իմանար Հովսյան, որ ես Եգիպտոսի թագավորի բերանով դու պետք է իրան ասես մի կողմ քաշվի։ Չէ որ մեր հետ էլ է շատ պատահում դեպքեր, որ գուցե փողոցի անցորդը անցնի ու քեզ ասի այսպես կամ այնպես, ու դու ասում ես, «Էս ինչ է ուզում»։ Քո միջոցով պետք է Աստված ասի, բայց ամեն բան կախված է ինձանից, թե որքանով է իմ հոգևոր լսելիքը, մինչև ճանապարհ գնալը, մինչև մի գործ բռնելը, մինչև մի նախաձեռնություն անելը, իմ հոգևոր լսելիքը արդյոք ես ենթարկեցրել եմ Աստծուն արդյոք, արդյոք ես ենթարկեցրել եմ նրա հոգուն։ Դրա համար, ահա, որքանով է Դավիթի և Հովսեայի տարբերությունը, սիրելիներ։ Որովհետև Դավիթը մի գործ չէր անում, եթե նախ ինչ չէր հարցնում Աստծուն։ Եվ դա նշանակություն չունի, որքանով է մարդը խելացի, թե խելացի չի, հասկանում է ինքը իր ճանապարհը, թե չէ, դա կապ չունի։ Պատվել Աստծուն, վախենալ Աստծուց նշանակում է հարցնել քո բոլոր ճանապարհներից առաջ։ Միթե տես չի ասում առակած գիրքը։ Քո բոլոր ճանապարհներից առաջ ճանաչիր Տիրոջը։ Թանկագիններ ջան, հանձնել, հարցնել Աստծուն քո նպատակի համար, քո գնալու ճանապարհի համար, քո ընտրության համար,
Դա շատ կարևոր է։ Իսկ եթե մենք արդեն որոշել ենք մեր անելիքը, ուրեմն մենք ավելի դժվարացնում ենք մեր լսելու հավանականությունը։ Եթե մենք արդեն որոշել ենք, որ այս գործը պետքա սենց անենք, հետո ենք հարցնում Աստծուն, այսինքն ձևի համար, հա։ Տեր Աստված, ես քեզ հարցնում եմ, էսի սենց անեմ, անես թե, բայց ես արդեն իմ սրտի մեջ որոշել եմ, որ պետքա տենց անեմ, դա արդեն ձևականություն է, դրա կարիքը չկա հարցնելու։ Երբ որ Աստծու մոտ ես եթում հարցնելու, դու բոլոր քո որոշումը չեղյալ պետքա համարես։ Իսկ եթե դու արդեն որոշել ես, թե որ ճամփով պետքա եթաս, ապա արդեն իմաստ չունի հարցնել Աստծուն, Տեր Աստված ոնց եթամ որ անեմ, դա հեչ կապ չունի։ Եվ եթե մենք որոշել ենք արդեն, որ սենց պետք է անենք, դա դժվարացնում է մեզ լսել Աստծուն։ Հիշում եք դուք Բաղամ մարգարեի օրինակը։ Բաղամի պատմությունը հիշում եք։ Բաղամը որոշել էր, որ գնար եւ ինչ։ Այդ գումարը վերցներ, չէ՞, իրան տրամադրվելիք Բաղակը ուղարկել էր մարդիկ, որ գումարը վերցնի։ Այն մարդը որոշել է գումարը վեկալի, իրանց հետ գնա, բայց ուրիշ բան կասի։ Ամբողջ ճանապարհին Աստված փորձեց Բաղամին ինչ անել, որ արձագանքի Բաղամը, բայց Բաղամը այնքան դժվար էր լսում, որ Աստված ստիպված ինչ արեց, էշի բերանը բացեց, որովհետև երբ որ մարդ արդեն որոշել է, որ ինքը ծուր ճանապարհով է, հա, նոր է հարցնում Աստծուն, ինքը դժվար կլսի Աստծուն։ Պետք է մեր բոլոր որոշումները դնենք մի կողմ, չեղյալ համարենք ու հարցնենք. Տեր, դու ուզում ես ես այս գործը սկսեմ, Տեր, դու ուզում ես, որ ես գնամ այս ճանապարհը, Ռուսաստան կամ չգիտեմ ես ինչտեղ, հա։ Թող Աստված օրհնի մեզ, որ մենք կարողանանք իրոք Դավիթի հավատքի օրինակին հետևենք, որովհետև գրված է, որ Դավիթը ոչինչ չէր անում, մինչև Աստծուն չհարցներ։ Թող Աստված օրհնի մեզ, սիրելիներ։ Իմ կոչն է, որ մենք ամեն ինչից առավել նախ եւ առաջ հարցնենք Աստծուն։ Անկախ նրանից, ով է ինձ խորհուրդ տալի, ինչ խորհուրդ է դա, հաճելի է ինձ, շոյում է իր տված խորհուրդը, թե չէ, այդ ամեն ինչը դնենք մի կողմ, հարցնենք Աստծուն, Տեր, դու ուզում ես, Տեր, օգնիր հասկանամ, որն է իմ գնալու կամ անելու գործը։ Աստված օրհնի մեզ։